Կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը Ադրբեջանը դարձյալ խախտել է։ Շփման գծում հակառակորդը կիրառել է ականանետներ։ Հայտնաբերվել են 2 զինծառայողների մարմինները, որոնողական աշխատանքները կշարունակվեն։ Ադրբեջանը հրաժարվել է երաշխիքներ տալ ԵԱՀԿ-ին շփման գծում մշտադիտարկում անցկացնելու համար։ Բողոքի ակցիա արտգործնախարարության շենքի առաջ։ Մասնակիցները բողոքում են միջազգային կազմակերպությունների անգործության դեմ։ Ագրեսոր Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու կոչեր են հնչեցնում աշխարհի հայերը։ Բողոքի մեծ ակցիա են անցկացրել Լոս Անջելեսահայերը։ Հակամարտության թեման Փարիզում, խնդիրը քննարկել են Շարլ Ազնավուրն ու Ֆրանսուଆ Օլանդը։ Մարդասիրական բեռներով ավտոշարասյունն ուղևորվեց Արցախ։ Ղարաբաղին օգնություն են տրամադրել նաև դպրոցականները։ Զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու կոչ է հնչեցրել Սերժ Թանկյանը։ Լուրերի ժամն է, բարև ձեզ։ Հակառակորդը շարունակում է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը։ Արցախի պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ այս գիշեր հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ եւ 60 մմ-անոց ականանետներ է կիրառել շփման գծում։ Առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխանատվություններից։ Լռության խիստ ռեժիմի պայմաններում զոհվածների որոնողական աշխատանքների արդյունքում հայկական կողմը հայտնաբերել է զինծառայողներ Ռոբերտ Աբաջյանի եւ Անդրանիկ Զոհրաբյանի մարմինները։ Որոնողական աշխատանքները իրականացվել են երկու կողմում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դաշտային օգնականների միջնորդությամբ։ Նրանց հետ միասին դիրքերում է եղել նաեւ Ժամի թղթակից Նորայր Հովսեփյանը։ Դեռ օրեր առաջ էր Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունը հակամարտող կողմերին իր միջնորդությունն առաջարկել բախումների ընթացքում զոհվածների մարմինները կամ գերված անձանց վերադարձը կազմակերպելու հարցում։ Առաջնագծում հաստատված հարաբերական հանդարտությունը թույլ տվեց կյանքի կոչել առաջարկը։ Խոսքը այս փուլում դեռ զոհվածների մարմինների որոնման մասին է։ Գործընթացը համակարգող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչի դաշտային օգնականները այդ նպատակով են առաջնագիծ ասել, նույնպիսի մի կազմ էլ սահմանի մյուս կողմում է աշխատում։ Անվտանգության երաշխիքների կրկնակի հաստատումից հետո շարասյունը առաջնագիծ է մտնում։ Արցախի հարավային սահմանում հարաբերական հանդարտությունը պահպանվել է օրվա ողջ ընթացքում։ Սահմանի մյուս կողմից հատուկենտ կրակոցներ լսվել են, մանրամասնում են դիրքապահները, վտանգավոր չեն եղել, չեն պատասխանել։ Ժամը 15-ից կրակոցները ամբողջությամբ դադարել են։ Ականաձերծման աշխատանքներից հետո Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ ներկայացուցիչները չեզոք գոտուն են մոտեցել հսկել իրականացվող որոնողական աշխատանքների ողջ ընթացքը։ Որոնողական աշխատանքները ավարտվեցին ըստ պայմանավորվածության ժամը 20-ին։ Միջադեպեր չեն եղել, որոնողական աշխատանքները շարունակվելու են։ Նորայր Հովսեփյան, Բենյամին Ղարախանյան, ժամը լրատվական։ Զոհվածների որոնողական աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան հարկավոր է։ Դավիթ Բաբայանը տեղեկացնում է, որ հակառակորդը այս ընթացքում գտել է ադրբեջանական 7 զինծառայողի դի։ Որոնումները իրականացվում են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ։ Երկու մեր զինծառայող զոհված կարողացանք դիեր վերցնել եւ 7 ադրբեջանական դիակ ադրբեջանական կողմն է ստացել։ Շփման գծում մոնիտորինգ իրականացնելու համար Ադրբեջանը ԵԱՀԿ-ին անվտանգության երաշխիքներ չի տալիս։ Այս մասին հայտնել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Գրասենյակը Ղարաբաղյան կողմին դիմել է շփման գծում Մարտակերտի շրջանում դիտարկում անցկացնելու խնդրանքով եւ անմիջապես ստացել համաձայնություն եւ անվտանգության երաշխիքներ։ Սակայն մշտադիտարկման համար պետք են երկու կողմի երաշխիքները։ Աշխարհի հայությունը պահանջում է պատասխանատվության ենթարկել ագրեսոր Ադրբեջանին։ Բազմահազարանոց ցույց են նախաձեռնել Լոս Անջելեսահայերը Ադրբեջանի հյուպատոսության մոտ։ Խաղաղ ցույցի մասնակիցներին հաջողվել է արգելափակելով երթևեկությունը փակել փողոցը եւ հենց մեջտեղում նստացույց կազմակերպել։ Լոս Անջելեսի փողոցներում Արցախի դրոշների հեղեղ է ավելի քան 3500 ամերիկահայեր ազատ անկախ Արցախ վանկարկումներով եւ Ստոպ Ալիև պաստառներով բողոքի խաղաղ ակցիա են անցկացրել։ Ոչ ագրեսիան եւ ոչ էլ գնդակոծությունը չեն ստիպի հայերին որևէ տարածք զիջել Արցախում։ Լոս Անջելեսահայերի զգուշացումն է ոչ միայն ադրբեջանական դիվանագիտական ներկայացուցչությանը, նաեւ ամբողջ աշխարհին։ Ցուցարարները նաեւ նստացույց էին կազմակերպել Լոս Անջելեսահայերը, ակցիան շարունակել են Ադրբեջանի հյուպատոսության դիմաց Հայաստանի օրհներգը երգելով։ ԱՄՆ-ի մայրաքաղաքում դեմ դիմաց բողոքի ցույց են անցկացրել հայերն ու ադրբեջանցիները, Վաշինգտոնում բախումներ տեղի չեն ունեցել։ Stop Azeri aggression! Stop Azeri
Ղարաբաղը հայկական է, կանադահայերի բողոքի ձայնը լսվել է Օտտավայում Ադրբեջանի դեսպանության դիմաց։ Ալիևյան դիկտատուրան եւ ռազմական հանցագործությունները անպատիժ չեն մնա, կանադայի հայերի հստակ մեսիջն է։ Ամստերդամի կենտրոնական հրապարակում նույնպես եռագույններ են ծածավում, հնչում են հայկական ազգային երգեր։ Նիդերլանդների հայ համայնքի խաղաղ ակցիան էլ ուժեղ Արցախին է նվիրված։ Բեռլինում, Ստրասբուրգում եւ Լոնդոնում փողոցները եւս հայաշատ են։ Սփյուռքահայերի բողոքի ակցիաները շարունակվում են աշխարհի տարբեր երկրներում։ Անի Հակոբյան, ժամը լրատվական։ Շարլ Ազնավուրը Ֆրանսիայի նախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ Շանսոնիեի եւ Ֆրանսուଆ Օլանդի հանդիպման նկարը հրապարակվել է Ֆրանսիայի նախագահի Ինստագրամի պաշտոնական էջում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Երևան ու Բաքու կատարած այցերն է ամփոփել Ռուսաստանի վարչապետը։ Ռոսիա 24 հեռուստաալիքին Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ հակամարտության սառեցված մնալը ավելի նախընտրելի է, քան արյուն թափելը։ Անդրադառնալով հարցին, թե կշարունակի արդյոք Ռուսաստանը զենք վաճառել Հայաստանին ու Ադրբեջանին, Մեդվեդևն ասել է, որ զենքը պետք է ձեռք բերվի ոչ միայն այն օգտագործելու համար, այլ որպես զսպման գործոն եւ որ այդ պահը պետք է հաշվի առնեն հակամարտության բոլոր կողմերը։ Ամերիկացի փորձագետները անդրադարձել են հակամարտության կողմերի ռազմական տեխնիկա ձեռք բերելու ուղիներին։ Նրանք խոսել են իրավիճակով պայմանավորված Ռուսաստանի շահերի, դերի եւ իհարկե հակամարտող կողմերի զինամթերքի հիմնական մատակարար լինելու մասին։ Լեռնային Ղարաբաղում ապրիլի 1-ին հրադադարի խախտումից ի վեր թե հայկական եւ թե ադրբեջանական կողմերը միմյանց են մեղադրում ռազմական գործողություններ սկսելու մեջ։ Հակամարտության թեման քննարկելիս բազմիցս խոսվում է լարված այս իրավիճակի հետ կապված Ռուսաստանի շահերի, դերի եւ իհարկե հակամարտող կողմերի զինամթերքի հիմնական մատակարար լինելու մասին։ Ամերիկայի ձայնի ադրբեջանական ծառայությանը տված հարցազրույցում Իսրայելի Բար Իլան համալսարանի Բեգին Սադատ կենտրոնի ռազմավարական հետազոտությունների բաժնից Ալեքսանդր Մորինսունը ասել է, որ Ադրբեջանը տարածաշրջանում նոր դերի հավակնություններ ունի եւ փորձում է հստակեցնել Լեռնային Ղարաբաղում հայկական ուժերի մասին իր դիրքորոշումը։ Նա նաեւ անդրադարձել է Ադրբեջանի կողմից զինամթերքի ձեռքբերման աղբյուրներին։ Ինչպես գիտեք, Ռուսաստանը զենք է վաճառում երկու հակամարտող երկրներին, սակայն տարբերությունն այն է, որ Ադրբեջանը շուկայական գներով է ձեռք բերում այդ զինամթերքը, ինչի համար ծախսել է $2 միլիարդ, մինչդեռ Հայաստանը $200 միլիոն վարկ է վերցրել նմանատիպ ռազմական զենքեր գնելու նպատակով։ Կարևոր է նշել նաև, որ մարտի 31-ին Իսրայելը Ադրբեջանին է տրամադրել հակատանկային լազերային հրթիռներ։ Ադրբեջանը առաջին երկիրն է, որը ձեռք է բերել այս հրթիռները, եւ դա իհարկե առավելություն է տվել իր ռազմական հնարավորություններին։ Թեև Իսրայելը պաշտոնապես չի աջակցում հակամարտության որևէ կողմի, այն ակնհայտորեն Բաքվի հետ սերտ կապեր ունի։ Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում նույնպես անդրադարձել է Ադրբեջանի ռազմական տեխնիկա տրամադրելու թեմային, նշելով, որ այդ հանգամանքը միշտ էլ իրենց համար մտահոգիչ է եղել։ Մենք կոչ էինք արել բոլոր երկրներին, ոչ միայն միջնորդ եւ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, այլ ամբողջ աշխարհին չվաճառել զենք Ադրբեջանին, որովհետև այդ երկրի քաղաքական ղեկավարությունը պարզ ասում էր իր տեսակետները եւ պարզ ասում էր ինչ է մտադիր անել այդ զենքի հետ։ Եվ մենք շարունակելու ենք այդ կոչերը եւ հույս ունենք այդ կոչերը ավելի ընկալելի կդառնան, քանզի այս վերջի իրադարձությունները ցույց տվեցին, որ տարածաշրջանում իրողությունը իրավիճակը շատ փխրուն է եւ շատ հեշտ կարող է բերել մեծ ավելի եւ շատ մեծ ողբերգության։ Գերմանիայում, որը 2016 թվականին ստանձնել է ԵԱՀԿ-ի նախագահությունը, Հայաստանի նախագահը քննարկել է Ղարաբաղյան տարածաշրջանում խաղաղություն հաստատելու հեռանկարները։ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ հայ ժողովուրդը ցավ է զգում, երբ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, մեկնաբանելով այն փաստը, որ ադրբեջանական կողմի հետ բախումների ընթացքում հայերի մեծ մասը սպանվել է հենց ռուսական զենքով։ Ստելա Գրիգորյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։ Հայաստանի արտգործնախարարության շենքի առաջ տեղի է ունեցել բողոքի ակցիա հակամարտության կարգավորման հարցում միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործության դեմ։ Միջնորդները լուռ անցել են ցուցարարների կողքով ու մտել նախարարության շենք։ Ակցիայի մասնակիցները պարզել են «Ստոպ տերորիզմ», «Ալիև մարդասպան», «Ղարաբաղն անկախ է», «Մենք ենք Արցախը» եւ այլ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն գրությամբ ցուցապաստառներ եւ կոչ են արել լիարժեք գնահատել իրավիճակը, պատժել Ադրբեջանի ագրեսիան, հասցեական հայտարարություններ անել ու ճանաչել Արցախի անկախությունը։
Արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց հարյուրավոր երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել ընդդեմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, որոնք այդ պահին գտնվում էին նախարարությունում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դրոշներով ու Ադրբեջանի գործողությունները դատապարտող կոչերով եւ պաստառներով երիտասարդները սպասում էին արտգործնախարարության շենքից համանախագահների դուրս գալուն։ Հավաքվածները վանկարկում էին «Փառք հայ զինվորին, ճանաչում Ղարաբաղը մերն է»։ Բոլորի ձեռքին կային «Ստոպ տերորիզմ», «Ալիև մարդասպան», «Ղարաբաղն անկախ է», «Մենք ենք Արցախը» եւ այլ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն գրությամբ պաստառներ։ Ակցիայի մասնակիցները կոչերը հնչեցնում էին նաեւ ռուսերեն եւ անգլերեն, որպեսզի հասկանալի լինի նաեւ համանախագահների ու միջազգային հանրությանը։ Քիչ անց համանախագահները դուրս եկան ԱԳՆ շենքից, մասնակիցները դիմավորեցին կոչերով ու սուլոցներով։ Ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը մի պահ հեռախոսով նկարեց ակցիան։ Համանախագահները չպատասխանեցին նրանց ընդառաջ գնացող տասնյակ լրատվամիջոցների հարցերին։ Ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ բողոքի ակցիան կշարունակեն համացանցում։ Հայերը վճռական են, հաղթելու են նաև դիվանագիտական ճակատում։ Լիաննա Ներսիսյան, ժամը լրատվական։ Աշխարհահռչակ երաժիշտ System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ արել բոլորին աջակցել զոհված զինծառայողների ընտանիքներին։ Իր Facebook-յան էջում նա անդրադարձել է Փարոս հիմնադրամի հոդվածին եւ նշել, որ գումար է փոխանցելու շահույթը հետապնդող այդ հիմնադրամին։ Այն մարդասիրական պաշարով բեռնված ավտոշարություն է ուղևորել Արցախ, 9 բեռնատարներից 2-ը սառնարանային է։ Օգնել են ոչ միայն քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ, ձեռնարկատերեր, այլև դպրոցականներ։ Այսօր առաջին անհրաժեշտության իրերով եւ պայմանամթերքով բեռնված մեքենաներ են Արցախ ուղևորվել նաեւ Գյումրիից։ Արցախին մարդասիրական աջակցություն տրամադրելու համար արտակարգ իրավիճակների նախարարությունը քաղաքացիների եւ տարբեր կազմակերպությունների ջանքերով մի քանի օրում հավաքեց պարենային, բժշկական եւ նյութական մեծ պաշար։ Առավոտյան ԱԻՆ-ի շենքի դիմացից մոտ 9 բեռնատարներ ոստիկանության հատուկ ծառայությունների ուղեկցությամբ բռնեցին Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհը։ Դուք տեսաք տարբեր տեղերում հավաքեր կազմակերպվում եւ երիտասարդությունը ինքնաբուխ իր այսպես հավաքականությունն էր արտահայտում եւ աջակցությունը Արցախին։ Այսօր այս ավտոմեքենաներով կտեղափոխվի այդ մարդասիրական բեռը կտեղափոխվի Արցախ եւ կհանձնվի Արցախի կառավարությանը։ Արկղերի մեջ սննդամթերք է, դեղորայք, խաղալիքներ, հագուստ եւ այն ամենը, ինչ կարող է պետք գալ արցախցիներին։ Այն սնունդը, որը կարող է երկար ճանապարհին փչանալ, ԱԻՆ-ի աշխատակիցները բեռնել են սառնարանային մեքենաների մեջ։ Ապրանքներն Արցախ կհասնեն 1 օրում։ Օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր կառույցների եւ անձանց համար արտակարգ իրավիճակների նախարարությունում գործում է հատուկ բաժին։ Անհրաժեշտ ապրանքների կուտակման դեպքում մի քանի օրից եւս մեկ ավտոշարություն կմեկնի Արցախ։ Գրիգոր Ավետիսյան, Խաչատուր Եսայան, ժամը լրատվական։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հողին հավասարեցված 3 գյուղերի բնակիչները այժմ ժամանակավորապես բնակվում են Երևանում եւ Չարենցավանում։ Թալիշի, Մատաղիսի եւ Տինաշենի բնակիչները ապրում են հիմնականում բարեկամների տներում։ Չարենցավանում մի քանի ընտանիքների տրամադրվել է ժամանակավոր կացարան։ 1.5 տարի առաջ ստեղծված Թալիշ հիմնադրամի ներկայացուցիչները կոչ են անում ներդրումներ անել գյուղը վերականգնելու համար։ Ես ամսվեցին գնացել եմ լրիվ տեսել եմ ու եկել եմ։ Ուղղակի չթողեցին մնայինք, գյուղը ահավոր վիճակ էր, տները լրիվ փլված վիճակում, համարյա թե կանգուն տուն չկա, համարյա թե չկա։ Կտորները լրիվ թափված, փողոցները տեղ չկա անցնելու, լարերը լրիվ կտրտված, հոսանք չկա, հոսանք հազրկված։ Արցախը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի ունի այսօր։ ՀՀԿ-ն իր դիրքորոշումն է վերահաստատել կուսակցության գործադիր մարմնի նիստում։ Ղարաբաղը ադրբեջանական հակամարտության թեժացումը եւ դրան հաջորդած զարգացումները կուսակցականները քննարկել են հանրապետության նախագահ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։ Նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը շեշտել է, որ Հայաստանը անելու է ամեն ինչ, որպեսզի բանակցությունների միջոցով հասնի Արցախի միջազգային ճանաչմանը։
Ռազմական քառօրյա գործողություններից հետո առաջին անգամ կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստում քննարկվել են Ղարաբաղի-ադրբեջանական շփման գծում ռազմական գործողությունների ընթացքը ու նախագահ Սարգսյանի պաշտոնական այցերը Միացյալ Նահանգներ, Գերմանիա։ Գործադիր մարմնի նիստից հետո Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ նախագահ Սարգսյանը հստակ քաղաքական մեսիջ է հղել։ Եթե ձեզ թվում է, պարոն նախագահի խոսքը միայն զգացմունքային մեսիջ ուներ, դա ուրեմն խնդրում եմ միշտ իմացեք, որ հանրապետության նախագահների խոսքը եւ քաղաքական գործիչների խոսքը նախ եւ առաջ քաղաքական գնահատականներ են։ Գործադիր մարմնի նիստում եւս մեկ անգամ հստակեցվել է Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը։ Ստեփանակերտը պետք է դառնա բանակցային կողմ։ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորն է եւ անելու է ամեն ինչ, որպեսզի ապահովենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։ Խնդիրը բացառապես պետք է ունենա խաղաղ կարգավորում եւ Լեռնային Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան փաստացի ունի այսօր։ Լրագրողների այն հարցին, թե այս իրավիճակում ԵԱՏՄ-ին անդամակցությունը ինչ է տալիս Հայաստանին, Շարմազանովը նշեց, որ այս փուլում օգուտներն ու վնասները հաշվելը նպատակահարմար չէ։ Բոլոր խնդիրներով հանդերձ, բոլոր խնդիրներով հանդերձ, ես կարծում եմ, որ պլյուսներն ավելի շատ են եւ տնտեսական օգուտները մենք կարող ենք ճիշտ աշխատանքի դեպքում մենք ավելի շատ քաղել։ Վերջում Շարմազանովը նշեց, որ լարված իրավիճակի ավարտից հետո կառավարության հետ եւս մեկ անգամ քննարկվելու է զոհված զինծառայողների ընտանիքներին ֆինանսական աջակցություն հատկացնելու հարցը։ Գրիգոր Ավետիսյան, Ավետ Տավյան, ժամը լրատվական։ Հայաստանի նախագահի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը կգա Հայաստան։ Նախագահ Սարգսյանի ամենայն հայոց կաթողիկոսի եւ հայ կաթոլիկ եկեղեցու հրավերով Հռոմի Պապը Հայաստանում կլինի հունիսի 24-ից 26-ը։ Այսօր երեկոյան ժամի գլխավոր թողարկումից հետո Արմենիա հեռուստաընկերությունը առաջարկում է դիտել ռևոլյուցիայի արտահերթ թողարկումը։ Այն նկարահանվել է Ստեփանակերտում։ Սաթիկ Սելյանյանի զրուցակիցը Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանն է։ Այսքանը մենք կհանդիպենք ժամի հիմնական թողարկմանը երեկոյան 8-ին։